Վերջո ինչ որոշվեց։ Շատ հստակ արձանագրենք, մենք ինքներս մեր առարկությունը ունեցել ենք, բայց բոլոր դեպքերում որոշվեց որոշակի կազմակերպչական հանգամանքներից ելնելով, որ պետք է հետաձգվի, շարունակվի վաղը ժամը 13:00-ին։ Մենք գտնվում էինք այն փուլում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում արդեն որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ, չտալու շուրջ։ Շատ կարճ եկեք ձևակերպենք, մենք նաև ուղիղ պահանջեցինք, որ դռնբացության կարգով քննվի միջնորդությունը, որ նաև ձեզ համար էլ հայտնի լիներ ինչին է վերաբերում այս ամբողջը, ինչպես ի սկզբանե գործընկերների հետ նշել էինք, որևէ կապ իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը եւ հնարավոր մեղադրանքը, փաստացի վերաբերում է մեր գործընկերներից Ալիկին Ալեքսանյան վերագրվող մեղադրանքին, ըստ էության սա է։ Դրա շրջանակներին է վերաբերում։ Այլ հանգամանքների այս պահին չբացահայտենք ելնելով զուտ, որ դռնփակության կարգով էր քննվում, բայց դեպքը կամ երևույթը վերաբերում է դրան, բայց պատկերացրեք մոտ ինչ ասենք, երևի 1 կամ 1.5 հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր, մի մասը ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող, որը հենց այլ մի քանի էջերով հաստատվում էր։ Պարոն Ֆերոյանը նիստի ընթացքում շատ հստակ այդ պարզ վարժությունը կատարեց եւ դա ապացուցեց։ Բայց նաև այստեղ եթե նայում ենք սահմանադրաիրավական տեսանկյունից, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ բոլորը այլևս ընդունում են, որ Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, բայց դատախազության միջնորդությունը ներկայացված է եղել հուլիսի 13-ին։ Գործընկերներից մեկը կարծես ներկայացրեց հնարավոր սահմանադրական դատարանի մեկ այլ որոշման հետ կապված մեկնաբանման հարցը, որ այսօրվանից Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, բայց դեռևս լիազորությունները չստանձնած, հուլիսի 13-ին է ներկայացվել այս միջնորդությունը։ Երբ Նարեկ Կարապետյանը դեռևս ուներ հնարավորություն նույնիսկ ինքնաբացարկ հայտնելու, հրաժարական ներկայացնելու եւ այլն։ Այսինքն 13-ին հուլիսի չէին կարող իմանալ իրենք, թե ինչ է լինելու հուլիսի 21-ին։ Ինչ որ իմաստով ստացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր իրենց ներկայացրած մեկնաբանությունը հարմարեցնելու նպատակով դատախազության հուլիսի 13-ին ներկայացրած միջնորդությանը, դրա համար այսօր է այս նիստը տեղի ունենում։ Որ պատկերացնեք, այսինքն այստեղ կարծես ոչ թե մենք գործ ունենք անկախ սահմանադրական մարմնի հետ, այլ կարծես թե փոխ լրացնելու որոշակի առաքելություն ստանձնած մարմնի հետ։ Սա աբսուրդ է, եկեք այսպես ասեմ, որտեղ նվազագույն իրավական փշրանքի պայմաններում էլ այս միջնորդությունը հենց ելնելով նրանց, որ հուլիսի 13-ին է ներկայացված, այնտեղ իրենք չեն վերլուծել այն հանգամանքները, որ իրենք փորձում են հրամցնել, որ իբր պատգամավորի կարգավիճակ ստանձնել է, բայց լիազորությունը դեռ չի ստանձնել եւ այլ։ Դրանք չկան գրված դատախազության միջնորդության մեջ։ Հետևաբար կամ պետք է վերադարձվեր անհապաղ, կամ պարզապես մերժվեր։ Բայց դե, պարոն Ֆերոյան,